Ողջույն ձեզ, այսօր ես կցանկանայի խոսել SC Mika Fans ակումբում, Միկայի աջակիցների ակումբի յութուբյան ալիքում այն մասին, թե տղաները ոնց են խաղում։ Ասել, թե տղաները շատ վատ են խաղում, սխալ կլինի, որտեղ տղաները ամեն ինչ անում են, որպեսզի չպարտվեն, բայց ավաղ դա չի լինում, կան քիչ հաղթանակներ կան, բայց ես կցանկանայի, որ հաղթանակներ լինեն, որտեղ հնարավորություններ կան հաղթելու մյուս երկու, երեք նույնիսկ խաղերում, ամսի 25-ին խաղալու են բաց թողնված խաղը, 30-ին Նոյայի հետ են խաղալու, Նոյայի 2 ակադեմիայի հետ են խաղալու, դժվար խաղ է լինելու, հեշտ չի լինի, շատ բարդ խաղ է, բայց լավ կայանում է նրանում, որ Միկան խաղալու է սեփական դաշտում և Միկայի աջակիցները այնտեղ են լինելու, որոշ չափով աջակցելու են, ինչը ավելի կօգնի Միկա թիմին։ Կցանկանայի Միկա թիմին մյուս 3-4 խաղերում հաղթանակ և մի քանի ժամ հետո ես կտեղադրեմ հենց Միկա Փյունիկ ակադեմիայի 2-ի խաղում, որը կայացել է Միկայի հենց դաշտում, կարող եմ նշել, որ պենալը մի քիչ կասկածելի է այն առումով, որ դիրքը, որտեղ այդ վիդեոն նկարվել է, չի երևում, թե ոնց է ընկնում Փյունիկի ֆուտբոլիստը և այնտեղ այդ դրվագում դուք կտեսնեք, որ մի քիչ կասկածելի է այն պարզ պատճառով, որ Միկայի պաշտպանը, երբ որ այդ ամենը իրագործում է, նրա ոտքը դիպչում է գնդակին, բայց այդ հենց դրվագը մի փոքր կասկածելի է, որովհետև հստակ չի երևում այնտեղ ինչ է կատարվում, այդ պատճառով ես մի քիչ կասկածում եմ այդ դրվագի վրա և որոշ ժամանակ անց ես կտեղադրեմ հենց այդ դրվագները և ես կցանկանայի ձեզ բարի դիտում, տղաներին հաղթանակ,